Մինչև հուլիսի 19-ը կատարեք գնումներ Իդեալ համակարգի խանութներից եւ ամեն շաբաթ ստացեք հնարավորություն շահելու 500,000 դրամ արժողությամբ ճամփորդական ուղղագիր դեպի Կարմիր ծով, Իտալիա, Իսպանիա կամ ձեր նախընտրած ուղղությամբ։ Ողջույն հարգարժան տիկնայք եւ պարոնայք, առաջին լրատվականի ուղիղ եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Վաղը ուրբաթ օրը առավոտյան ժամը 11-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը բաց լսումներ է անցկացնելու կապված այն հայցերի հետ, որոնք ներկայացրել են հունիսի 7-ին հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցած մի շարք քաղաքական ուժեր։ Այդ ուժերը 7-ն են։ Այդ 7-ից 6-ը հայցերը ըստ էության նույնաբովանդակ են եւ ներկայացրել են ընդդեմ մեծամասնություն ստացած քաղաքական պայմանագրի լեգիտիմության։ Նրանք նշում են զանգվածային ընտրախախտումների մասին, որ այդ ամենը չի համապատասխանում իրականությանը, տեղի ունեցել ձայների գողություն, հա, եւ ասում են, որ ներկայացնելու են նաեւ փաստեր եւ հայցում են Սահմանադրական դատարանը, որպեսզի անվավեր ճանաչի ընտրությունները։ Հանուն Հանրապետության կուսակցությունը հայցով դիմել է Սահմանադրական դատարանին, հայցելով գնահատական այն զանգվածային ընտրակաշարքի այդ համակարգված վաղօրոք կազմակերպված այդ պրակտիկային, որը ըստ էության խաթարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամ արտահայտությունը։ Ի վերջո, Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովրդի իշխանության տերն է եւ իշխանության աղբյուրը եւ այդ իշխանությունն իրացնելու հիմնական ճանապարհը դա ընտրություններն են։ Եվ այս ամենում նաև շատ կարևոր է գնահատել, թե որքանով է ազդել այդ ընտրական մթնոլորտի վրա, միջավայրի վրա այդ զանգվածային ընտրակաշարքը։ Փորձենք հասկանալ, թե ինչ հեռանկարներ ունեն այդ հայցերը եւ հասկանանք, որն է այստեղ ֆունկցիան Սահմանադրական դատարանի, որովհետև մինչ այդ կար եւս մեկ բարիեր, որը պետք էր գործեր եւ ըստ էության վերահսկողություն իրականացներ ընտրությունների օրինականության վրա, դա կենտրոնական ընտրական հանձնաժողովն էր, սակայն ԿԸՀ-ն, այսպես ասենք, կալկուլյատորի իր դերից փորձեց դուրս չգալ։ Մենք էլ փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել, մեր հյուրն է իրավագետ եւ իրավաբան, Սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալացյանը, բարով եք եկել, պարոն Խալացյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար, ուրախ եմ ձեզ նորից տեսնել։ Փոխադարձաբար։ Շնորհակալ եմ։ Եվ ուրեմն հայցերը ներկայացվել էին եւ Սահմանադրական դատարանը հայտարարել է լսումների անցկացնելու մասին, լսումները լինելու են բաց, լինելու են բանավոր եւ բոլոր հայցերը միավորված են մեկ վարույթում եւ լսվելու են միասնաբար։ Դուք որպես իրավաբան ինչպես եք տեսնում այս, եթե կուզեք, դատական process-ը, հա, սահմանադրական արդարադատության, հա, այսպես ասենք, այս ակտը, լսումները համաձայն։ Մի կողմից մենք ունենք բնականon սահմանադրական գործընթաց, ի վերջո ընտրությունները անկախ նրանից, որ նախընտրական պայքար անցավ թեժ մթնոլորտում, ընտրությունները եւ հետընտրական զարգացումները ամբողջովին տեղավորվում են իրավական գործընթացի ծիրում եւ այստեղ ես որևէ
արտառոց բան չեմ տեսնում, մի կողմ թողնենք սահմանադրական դատարան դիմաց քաղաքական ուժերից յուրաքանչյուրի կամ եթե կուզեք ուժերից մեկի եւ մնացած խմբի ուրեմն մոտիվացիան իրավական գործընթաց է եւ սահմանադրական դատարանը ճիշտ է վարվել, երբ որ այդ դիմումները միավորել է մեկ վարույթում, որովհետեւ առարկան այդ դիմումների նույնն է, հիմքերը բնականաբար տարբեր են, մոտիվացիաները տարբեր են, բայց առարկան նույնն է։ Ըստ էության ընտրական process-ի լեգիտիմությունը մի կողմից ընդդիմության ուրեմն խորհրդարանում ներկայացվածության առումով, իսկ մյուս խումբը իշխանության ձևավորման, քաղաքական մեծամասնության ձևավորման առումով դրվում է կասկածի տակ։ Հիմա ուզենք թե չուզենք, խնդիրը դա է եւ կոնցեպտուալ իմաստով ես պետք է նշեմ, որ մենք պետք է դուրս գանք այն մտայնությունից, ես առիթ ունեցել եմ դրա մասին խոսելու, որ ընտրությունների օրինականությունը եւ լեգիտիմությունը չափվում է միայն խորհրդարանական մեծամասնության ձևավորման կարգի լեգիտիմությամբ, որովհետև ընդդիմությունը եւս քաղաքական իշխանության մաս է եւ այստեղ ուղղակի մասնաբաժնի չափի եւ ծավալի խնդիրն է փոքրամասնություն։ Այո, դա նույնն է, թե ասես որևէ կորպորացիայի կրծեր բաժնետերերը ընդհանրապես որևէ նշանակություն չունեն եւ միայն հսկիչ փաթեթը բաժնետոմսերի տիրապետող, ասենք, սուբյեկտն է կարևոր, որ օրինական կերպով այդ բաժնետոմսերին տիրապետի։ Եվ հետևաբար, այո, այս ամբողջությունը այս դիմումատուների ցույց է տալիս, որ մենք ունենք համակարգային խնդիր։ Խնդիրը հենց նրանում է, որ սահմանադրական դատարան դիմաց մյուս խումբը, ի տարբերություն անուն հանրապետության կուսակցության, այս իրավական գործընթացից օգտվում է, որովհետև ժամանակին իրավական գործիքակազմով նրանց, այսպես ասենք, ճանապարհը պայմանական հասած դեպի սահմանադրական դատարան, դեպի խորհրդարան չի փակվել եւ ի տարբերություն անուն հանրապետության կուսակցության իրենք տիտղոսային ընդդիմության իրենց ցավոք սրտի պսևդո կարգավիճակը լեգիտիմացնելու փորձերի մեջ են, այսինքն սահմանադրական դատարան դիմելիս իրենք քաչ գիտակցում են, որ իրենց դիմումը որևէ հիմք չունի, բայց սա պետք է քաղաքական դաշտի ընդդիմադիր սեգմենտը զավթված պահելու եւ այդ զավթումը լեգիտիմացնելու համար, հա, այսինքն որ կա մի տիտոսային ընդդիմություն, որ ահա վիճարկում է անգամ իր այսպես ձեռք բերած կարգավիճակը, որտեղ վերջինիս հավակնությունները իշխանություն ձևավորելու եղել են լեգիտիմ եւ ահա տեսեք քաղաքական մեծամասնությունը իրենցից քվե է գողացել։ Բայց խնդիրը հենց իրական դա անուն հանրապետության կուսակցության կարող ենք ասել դիմումի մեջ է ամփոփվում, որովհետև այդտեղ ցույց է տրվում, թե ինչպես է հնարավոր ընդդիմության հակասահմանադրական գործունեության եւ վարվելակերպի արդյունքում ձևախեղել ընտրությունների արդյունքները եւ ընդհանրապես ձևավորել մի վիճակ, երբ ընտրափուլից ընտրափուլ քաղաքական համակարգի, եթե կուզեք, հակասահմանադրական տրամաբանությունը չի փոխվում։ Եվ էլի պետք է նշել, որ այն փաստը, որ քաղաքական մեծամասնությունը լեգիտիմ է, չի նշանակում, որ քաղաքական համակարգը ընդհանուր առմամբ սահմանադրաչափ ռեժիմում է, որտեղ մենք կրկին ունենում ենք մի պատկեր, երբ միմյանց բախվում են անկախական եւ հակաանկախական, պետականամետ եւ ոչ պետականամետ ուժերը, որ ինքնին նոնսենս է եւ հակասահմանադրական վիճակ է, չի կարող անկախ պետության սահմանադրական քաղաքական համակարգում լինել այդ համակարգը մերժող ուժ, որը միաժամանակ իր գործունեությունը ծավալում է հենց այդ քաղաքական համակարգի ընթացակարգերի շրջանակներում։ Մի կողմից նրանք օգտվում են այդ ժողովրդավարական քաղաքական համակարգի բարիքներից, մյուս կողմից իրենց գործունեության նպատակն է այդ քաղաքական համակարգը չեզոքացնելը եւ սահմանադրության առաջին հոդվածում նշված ինքնիշխան պետության սկզբունքը փաստացի չեղարկելը։ Եվ ահա սահմանադրական դատարանը այստեղ լուրջ առաքելություն ունի այս հարցին, այս հարցադրումներին ռեալ գնահատական տալու եւ ես ուրախ եմ, որ իմացա լրահոսից, որ սահմանադրական դատարանը նաև հարցում է ուղարկել ազգային անվտանգության ծառայությանը, օրինակ պարզելու, թե այդ նախընտրական շրջանում ինչպիսին է եղել
ուրեմն Հայաստանի Հանրապետություն մուտք գործած անձանց քանակը եւ կազմը, որովհետեւ սա այն կարևոր գործիքներից է բացահայտելու, թե ինչպիսի միջոցներով է փորձ արվել ձևախեղել ընտրությունների արդյունքները, որտեղ ակնհայտ է, որ տարիներ կամ նույնիսկ տասնամյակներ Հայաստանի Հանրապետությունում չգտնվող մեր հայրենակիցները հաստատ այսպես քաղաքացիականության պորտկման արդյունքում չէ, որ հանկարծ որոշել են գալ մի քանի ժամով Հայաստան եւ իրենց քաղաքացիական պարտքը կատարել։ Այսինքն Սահմանադրական դատարանը գոնե առերևույթ կարծում եմ այս պահի դրությամբ գիտակցում է ինչ հարցեր է պետք պարզել այս դիմումի քննության արդյունքում։ Եվ ամենակարևորը ես այստեղ տեսնում եմ ընդհուպ մինչև այլ հարց է թե կգնա Սահմանադրական դատարան դրան թե ոչ, ընդհուպ մինչև ընտրությունները անվավեր ճանաչելու հիմքեր, որովհետև կրկնեմ, այստեղ հարցը մեթոդաբանական է։ Արդյոք ընտրությունների վավերությունը պայմանավորված է միայն քաղաքական մեծամասնության ձևավորման լեգիտիմության ճանաչման, թե մենք հարցին պետք է նայենք համապարփակ, արդյոք նորմալ է, երբ որ սեղանը ունի 3 ոտք, թե ճիշտ է, որ 4-րդ ոտքն էլ հստակ այսպես ամուր դրված լինի եւ արդյոք 3-րդ սեղանը նորմալ է, որ մնա, հա։ Հիմա այդ վիճակն է եւ Սահմանադրական դատարանը անկախ նրանից թե եզրափակիչ մասում Սահմանադրական դատարանի որոշման ինչ կգրվի, ես կարծում եմ գոնե պատճառաբանական մասում, որը նաև Սահմանադրական դատարանն իր որոշումներում հստակ նշում է, որ պակաս կարևոր չէ նույնիսկ էական առանցքային նշանակություն ունի այդ որոշման բովանդակությունը ընկալելու համար, պետք է անդրադառնա գոնե քաղաքական համակարգի լեգիտիմության եւ սահմանադրականության իմ նշած ուրեմն կոնցեպտուալ մոտեցմանը, հա, այսինքն հստակ պետք է նշել, որ բոլոր պարագաներում գուցե իրավական անվտանգության տեսանկյունից խնդրահարույց է, ասենք, ընտրությունների անվավեր ճանաչումը ենթադրենք, բայց ակնհայտ է, որ պետք է մատնանշվի, որ քաղաքական համակարգի լիարժեք, ընտրական համակարգի լիարժեք գործառնման համար չի կարող անտեսվել քաղաքական ուժերի ուրեմն իրական ներկայացվածության ապահովման խնդիրը, այսինքն համարժեք ընտրողների իրական տրամադրություններին։ Հնարավոր չէ ապրել զուգահեռ իրականությունում եւ օրինակ աչք փակել նրա վրա, որ ընդդիմության, բացառությամբ քաղաքական փոքրամասնության ճակատագիրը Հայաստանում արդեն երկրորդ ընտրապոլն անընդմեջ կարծես լինի կանխորոշված, որովհետեւ նույն մեթոդաբանությունը հիմա երևի ավելի անբռնազբոս, ավելի այսպես բացահայտ, բայց այդ գործիքակազմի կիրառմամբ Հայաստանում ընդդիմության խորհրդարանական սեգմենտը փաստացի վերարտադրում է ինքն իրեն, թեկուզ այլ անուններով կամ փոփոխված անուններով, եւ սա Հայաստանի ժողովրդավարական զարգացման հեռանկարը դնում է բավականին լուրջ կասկածի տակ, որովհետեւ մենք չենք կարող կրկնեմ խոսել ժողովրդավարական պետության լիարժեք ժողովրդավարական կամ ժողովրդավարության ճանապարհը լիարժեքորեն բռնած պետության մասին, երբ քաղաքական համակարգը նման անտագոնիզմի մեջ է, որը ես ասեմ, որ կարող է հիպոթետիկ եմ ասում, բայց տարբեր ազդակների արդյունքում սա կարող է վերածել շատ լուրջ ներքին առճակատման անկանխատեսելի հետևանքներով, որովհետև ի վերջո այս շերտերը ընդդիմադիր այս շերտերը ունեն ինստիտուցիոնալ բոլոր իրավական գործիքները, այսինքն լեգիտիմ են ֆորմալ իմաստով, թղթերով ամեն ինչ կարգին է եւ հետեւաբար սա ընդհանուր միջև ընտրական ճանապարհով Իվանիշվիլի, Ալիա Իվանիշվիլի իշխանությունը վերցնելու վտանգ է թողնում, ել չացած որ կրկնեն տարբեր ազդակների բերմամբ սա կարող է բերել նաեւ այլ ավելի վտանգաշատ հետևանքների, չմոռանանք, որ խորհրդարանական համակարգը ունի այդ ներքին անկայունության ուրեմն էլեմենտը եւ իսկ խորհրդարանում այսպես քաղաքական մեծամասնության ճոճքին մենք օրինակ ականատես ենք եղել 1998 թվականին, երբ ձևավորվեց այդ միջավայրը, որը ձևավորեց նաև համապատասխան պահանջարկը։ Այն էլ գերնախագահական կառավարման համակարգի պարագայում։ Իսկ հիմա մենք ունենք շատ ավելի, այսպես ասենք, էլաստիկ համակարգ, եթե կուզեք, որտեղ որ այո, այդ ներքին անկայունությունը զորօրինակ Իտալիայի առավել քան
կես դարյա այդ կառավարություն 6 ամիսը մեկ կառավարություն փոխելու փորձ, այսինքն այդ ներքին անկայունությունը խորհրդարանական համակարգը իր ներսում ունի։ Իսկ մենք հանուն ճշմարտության քաղաքական ուժերի այսպես իրավագիտակցության կամ կայացածության առումով իհարկե գիտենք, որ լուրջ անելիքներ ունենք։ Եվ Սահմանադրական դատարանը իրոք կարող է գոնե որպես իրավական անվտանգության կամ սահմանադրականության զարգացման տեսանկյունից գոնե արտահայտվել այս թեմայով առնվազն։ Եթե 2003 թվականի սահմանադրական դատարանը կարող ենք փաստել, որ ինչ որ առումով խիզախություն ունեցավ բռնապետական քաղաքական ռեժիմի պայմաններում նույնիսկ խոսել վստահության ճգնաժամի մասին, առավել եւս այսօր դա անելը ես կարծում եմ բարձր դատարանի ուղիղ սահմանադրական առաքելությունն ու պարտականությունն է։ Պարոն Խալացյան, այնուամենայնիվ սահմանադրական դատարանը այսպես абստրակտ տեղում չի, այլ գործում է հասարակական եւ քաղաքական իրականության մեջ եւ այսպես ասենք, երբ մենք կառուցում ենք մեր ակնկալիքները, այն պետք է տեղավորվի նաեւ դրանից բխող իրատեսության շրջանակներից ինչ եք կարծում, ինչ հեռանկարներ ունեն այս հայցերը։ Ես կարծում որ իրենք բոլորն էլ այդ դիմումները բոլորն էլ մերժվելու են բառի հենց իրավական առումով, այսինքն եզրափակիչ մասում նշվելու է, որ ընտրությունների արդյունքները մնալու են անփոփոխ, այսինքն կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումը չեղարկում չի լինելու, այո, բայց շատ կարևոր է ընդհանրապես որպես ուղերձ իմ նշած հարցերին անդրադառնալը, որտեղ սահմանադրական դատարանի որոշման մեջ ամփոփված ցանկացած դիրքորոշում դա պատգամ է իշխանության մյուս ճյուղերին օրենսդիրներին եւ գործադիրին եւ իրավապահներին, այո, սա շատ կարևոր է թե ինչ հիմնավորմամբ կմերժվի, այսինքն ակնհայտ է որ խնդրեմը կա ժամանակի տխուր ավանդույթի բերմամբ ես կարծում եմ չի կարելի գրել որ եղել են ինչ որ խախտումներ, բայց որոնք չեն ազդել ընտրությունների արդյունքների վրա, այսինքն նման ձևապաշտական եւ ոչինչ չասող արտահայտություններով հարցը փակելը ես կարծում եմ որևէ մեկի օգտին չի կարող լինել, այսինքն խնդիրը պետք է առնվազն ամրագրել թեկուզ եւ հաջորդ շրջափուլի համար հարցատն ինստիտուցիոնալ մակարդակում նաեւ ստիպել քաղաքական մեծամասնությանը այդ հարցը մինչև հաջորդ ընտրափուլ արմատապես լուծելու համար, հա, եւ դրա հաջորդ քայլը ես ելի եմ ասել եւ չեմ հոգնի ասելուց, որ պետք է լրջորեն մտածել սահմանադրական կարգի ձևախեղման ուղղված գործունեություն ծավալող հայտնի քաղաքական ուժերի գործունեության դադարեցման հարցով սահմանադրական դատարան դիմելու համար դրա մասին պետք է մտածեն եւ սա հենց ազգային ժողովի եւ կառավարության սահմանադրական լիազորությունն է եւ այստեղ նաեւ կարեւոր է թե սահմանադրական դատարանը ինչ կգրի իր որոշման մեջ իսկ գուցե կգրի այնպիսի կնշի այնպիսի շատ կարեւոր կռվաններ որը թույլ կտա նաեւ բան անել դա հիմք սարքել այնց հետագա նման գործընթացների համար օրինակ որ զանգվածային ընտրակեղծիքների հաստատման պարագայում դրանց վերագրելիությունը քաղաքական կոնկրետ կուսակցությանը պետք է դառնա դատական քննարկման առարկա, այսինքն այլևս առանձին սլաքավարներին դատի տալուց պետք է անցնել անհատապես այսպես որը ես ես ասեմ իր մեջ նաև որոշակի բարոյական խնդրահարույց բան է պարունակում, պահել է պարունակում տեսեք ստացվում է որ ինչ որ մարդիկ, ես ամենևին չեմ ցանկանում իրենց արդարացնել, բայց ինչ որ մարդկանց պարզապես օգտագործում է համապատասխան քաղաքական ուժի վերնախավը, հետո ժողովրդի լեզվով ասած տալիս են փուրը, այո, այդ մարդիկ, որոնք ամեն մեկը մի ընտանիքի տեր, ասում եմ մի լուսավոր օջախի զավակ եւ այլն գնում են նստում են, դատի են տրվում Իսկ քաղաքական վերնախավը այդ մարդկանց, ինչպես ասում են, ոսկորների վրա գնում նստում է խորհրդարանում, այդ ընդդիմությունը։ Ես այստեղ նաև բարոյական հարթության մեջ եմ խնդիր տեսնում, բացի իրավականից, եւ բարձրանալ նրանով, որ մի 200 հոգի պետք է գնա նստի,
Եթե այդ դրանց մեջ գոնե վերնախավից ոչ մեկ չկա, իսկ անհատապես քրեա իրավական իմաստով ես ասում, շատ դժվար է դա ապացուցել, այո, բայց սահմանադրաիրավական տեսանկյունից դրա վերագրելիությունը քաղաքական ուժերին ապացուցելը անհամեմատ հեշտ է, եւ այստեղ նույնիսկ սուբյեկտային կազմն էլ պետք է սահմանադրական դատանին հնարավոր նման դիմումի բարագայում չհետարկրի, ով է արել, ով է ում ինչքան փող տվել, փաստը եթե եղել է, ընդ որում սահմանադրական դատարանի պրոցեդուրալ նորմերը բավականին այս հարցում ճկուն են, հա, անգամ կա այսպիսի նույն այս ընտրությունների մասով վարույթում կա այսպիսի բան, որ եթե նույնիսկ հնարավոր չէ մաթեմատիկորեն ճշգրտել, թե որքան են կազմել ընտրակեղծիքները, բայց ակնհայտ է, որ դա համակարգային կազմակերպված բնույթ է կրել եւ չի հերքվել այլ ապացույցներով, այդքան է հերիքա, որ ընտրությունները ճանաչեն անվավեր։ Եվ նույն կերպ նաեւ այդ իմ ասած դիմումի պարագայում կարևոր չպետք է լինի հականե հանվանե ասել, այ Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը կեղծել են ընտրությունները։ Բավական է դրա ընդհանուր մասշտաբը բերել սահմանադրական կարգի համար վտանգ ստեղծելու հետ համադրել, եւ եթե այդ վտանգի արկայությունը հաստատում է, ուրեմն այդ կուսակցությունը հակասահմանադրական գործունեություն է ծավալում եւ պետք է գործունեությունը հարկադիր կարգով դադարեցվի։ Պարոն Խալասյան, ես իրավաբան չեմ, բայց ենթադրում եմ, որ այս տասնյակներով հաղորդագրությունները, որը տարածել է հակակոռուպցիոն կոմիտեն, ընտրակաշառքի դեպքերի հետ կապված, եւ ոչ միայն հակակոռուպցիոն, այլև ԱԱԾ, Այո, դատախազությունը, հասարակական կազմակերպություններ եւ այլն, ակտիվիստներ։ Հիմա փաստաբանները այդ ուժերի, այսպես ասենք, կասեն, հա դատականով ասում, որ դա փաստ է։ Դա փաստ չի, դա AI-ն է կառուցել, արհեստական բանականությունը, դա ստոր հերյուրանքը, դա մեր բարի համբավն են արատավորում 37 թիվը եւ այլն, մի հատ դատական որոշում ցույց տվեք, ըստ որի ես ընտրակաշառքը, այլ ոչ թե մեղադրանք ընտրակաշառքի, դուք դրել կպցրել եք իրար ու հիմա ասում եք սենց չի նենց, որն է դրա պատասխանը։ Դրա պատասխանը հենց սահմանադրական արդարադատության պրոցեսում է կայանում, որտեղ որ կան հարակից պատասխանողներ, որտեղ կան երրորդ անձինք, այսինքն իմ նշած թե այս ընտրական գործընթացի պայմաններում, ընտրական վեճի պայմաններում, թե իմ նշած հնարավոր հիպոթետիկ այդ կուսակցությունների գործունեության արգելման դիմումի պարագայում կարող են եւ պետք է ներգրավեն այդ վարույթին բոլոր այն պետական մարմինները, որոնք ունեն որոշակի լիազորություններ ընտրակաշառքի դեպքերի փաստով, օրինակ հերքելու, որ դա ասենք արհեստական բանականությունն է, բանականության փաստ ստեղծվել, որոնք ունեն Չլավ, դատական վճիռ չի եղել դրանց հետ։ Այստեղ շատ կարևոր է, որ դա ապացուցման այսպես շեմի հարցը։ Քրեաիրավական առումով մենք ունենք այսպես են ասում ողջամիտ կասկածներից անդին ապացուցման շեմ, այսինքն 100% պետք է վերագրելիությունը հստակ լինի։ Ան արեց հետեւյալ գործողությունը, հետեւաբար պետք է դատապարտվի։ Ընտրությունների արդյունքների մասով եւ այդ թվում իմ նշած դիմումի պարագայում գործում է ապացուցման այլ շեմ։ Արդյոք այլ ապացույցներով հերքվել է այդ կասկածը, ոչ թե հաստատվել է, այլ արդյոք հնարավոր է 100%-ով դա հերքել։ Այսինքն մենք գալիս ենք, ինչպես ռուսերը կասեն, ատաբրատնովը։ Եվ սրա շնորհիվ է, որ սահմանադրական արդարադատության միջոցով դու կարող ես ավելի շուտ լուծել այդ հարցերը ինստիտուցիոնալ մակարդակում, քան քրեական քրոնիկոնի շրջանակներում դու գնաս յուրաքանչյուր դատավ, ավելին ասեմ, դա հենց այդ քաղաքական ուժերի ուզածն է, դու այդպես կա, ընդ որում դու կարող ես 100 դատավճիռ բերել, ինքը ասի բեր 1000-ը, հալավ 100 անգամ 1000, չէ, 100 անգամ 500, լավ, 20000-ը
ընտրակաշառքը, բայց մնացած 480,000-ը, մնացած 400 ու եւ այդպես դու այստեղ մեխանիկական սումմացիայով այո, եւ հենց այդպես նաեւ Ռումինիայի սահմանադրական դատարանը դուրս տողեց նախագահի տեխնացուին, չէ, հենց այդ նույն սկզբունքով։ Պարզա չէ, որ 10-օրյա ժամկետում հնարավոր սահմանադրական դատարանը չի դրել այդ ենթադրենք 2 միլիոն ձայնի աուտենտիկությունը ստուգել։ Այսինքն այստեղ կարևորը մոտեցումն է եւ ապացուցման շեմի հարցը եւ դրա համար այն միջոցները, որ նաև քաղաքական մեծամասնությունը փորձում է ձեռնարկել, քրեական օրենսդրության խստացում, չգիտեմ ինչ, դա կրկին ոչ մի բանի մասին է, 10 տարի ենթադրենք նստում է 1000 մարդ եւ ինչ է փոխվում դրանից, կգտնվի եւս մի 1000-ը, այդ ամբողջ հակամշակույթը 20 տարի յուրացրած սեգմենտի շրջանակում, այսինքն եթե այդ ձեր ասած սումացիայով գնանք մի 100 տարի պետք է որ այդ մի ամբողջ սերունդ, այսպես ասած, փոխվի, այդ ընտրակաշառքով զբաղված է, մի 100 տարի հետո գուցե տենց համակարգը առողջանա։ Իսկ 100 տարուց հետո թե ինչ կլինի, ինչպես ասում են, դա էլ միայն Աստծուն է հայտնի։ Այսինքն ես չգիտեմ, արդյոք իշխանության ներսում գործող իրավաբան խորհրդատուները այս ուղղությամբ են գնում աշխարհայացքային, գաղափարախոսական, կրթական դեֆիցիտի թե միտման արդյունքում, բայց փաստ է, որ ռազմավարական տեսլականի առումով խնդիրը լուծման որևէ հեռանկար այս ստանդարտ միջոցներով պարզապես չունի։ Եվ այս վերջերս ՔՊ-ի падգամավորներից մեկը ասեց, մենք խորհրդարանի գործունեությունը երբ սկսի, քթից ենք բերելու ամեն օր մեր ընդդիմադիր գործընկերների 300,000 ադրբեջանցու գալուստի մասին թեզի համար։ Այսինքն իրենք պատրաստվում են կրկին ամենօրյա այդ անպտուղ դեբատների միջոցով լեգիտիմացնել մյուս կողմի այդ հակապետական գործունեությունը։ Այսինքն դա նույնն է թե ասես մենք ամեն օր Սարգիս Կասյանի քթից ենք բերելու կամ Ալեքսանդր Մյաստիկյանի Կարսի պայմանագիրը եւ նստես իրենց այդ այսինքն մենք տեսնում ենք որ հետարքիր երկվություն, ավելի շուտ հետարքիր չէ, մտահոգիչ է երկվություն, նաեւ որոշակի խոսույթի մասով հակասություն իշխող ուժի մոտ, այսինքն այս հարցի վերաբերյալ որն է միասնական դիրքորոշումը, այս ընդդիմության հետ 5 տարի կոաբիտացիա լինելու է խորհրդարանում, թե չի լինելու, եթե լինելու է ես կարծում եմ, որ Հայաստան այս բախտորոշ շրջափուլում, թե Եվրամիության արևմուտքի հետ մերձեցման, թե Ռուսաստանի հետ ապահարզանի, որը կարծես այսպես զուգահեռ գնում է նման բալաստ խորհրդարանում պահելը նման բախտորոշ ժամանակահատվածում, որքանով է ուրեմն արդարացված եւ արդյոք հաշվարկված են նաեւ այդ անվտանգային, եթե կուզեք ռիսկերը, այսինքն ել չեմ ասում, որ քաղաքական մեծամասնությունը պետք է ունենա լեգիտիմ ընդդիմություն, որը նաև ցույց կտա ի վերջո կատարյալ չէ որևէ քաղաքական իշխանություն, հա, իսկ այսօր մենք փաստորեն ունենալու ենք կրկին ինչ որ արհեստական օրակարգ, ստացվում է, որ մեր ժողովուրդը խորհրդարանում պետք է ամեն քառորյային իր համար պարզի գալու են այդ 300,000 ադրբեջանցիները վերջը թե չէ, այսինքն փաստորեն դուրս է գալիս, որ մեր հանրային օրակարգի հարցադրումները կրկին պարփակվելու են բանով դուրակ սամ դուրակ Ալիևը լավն է թե Պուտինն է լավը թե արդյոք երկուսն էլ վատն են այսինքն տեսնում ենք թե ինչ է նշանակում քաղաքական համակարգի այսպես ասենք լիարժեք սահմանադրականությունը չվերականգնելու նաև պրակտիկ հետևանքներ այսինքն այնպես չի որ դա ինչ որ եթերային կատեգորիա է որ ասում ենք քաղաքական համակարգը հեղափոխությունից հետո լիարժեք պետք է սահմանադրական դառնա դա բան չի այսպես ասենք դասախոսության նյութ չի դա ռեալ ապրված իրականություն է այսօր մենք ունենք մի վիճակ երբ օրինակ քաղաքական ուժերից մեկի առաջնորդի հսկայական սեփականությունը իրավաչափորեն դրվում է կասկածի տակ բայց միաժամանակ այդ քաղաքական ուժը սահմանադրական դատարանում չգիտեմ, բանա, ընտրությունա վիճարկում եւ ինքն է քաղաքական մեծամասնությանը մեղադրում, չգիտեմ ինչի մեջ։ Այսինքն ակնհայտ է, չէ, որ այդ դեպքում հարց է առաջանում, իսկ այդ քաղաքական ուժը ընդհանրապես ինչու է զբաղվում ընտրությունների ժամանակ։ Իսկ զբաղվում էր հետեւյալով, ամեն ինչ արվում էր, որպեսզի քաղաքական մեծամասնությունը չունենա որակյալ մեծամասնություն եւ անգամ սովորական մի պետական պաշտոնյա ազգային ժողովով
Լավ, սովորական չէ, բարձր պետական պաշտոնյա անգամ ազգային ժողովում չկարողանա նշանակել։ Դա էր օրինակ նույն Բարգավաճ Հայաստանի առաքելությունը եւ հիմա էլ այդ վիճարկման նպատակը ոչ թե այնա, որ Բարգավաճ Հայաստանը կամ մյուս համապատասխան քաղաքական ուժեր իրենց էլեկտորատի շահերն են ներկայացնում, այլ կա նպատակ, որ քաղաքացիական պայմանագիրը չպետք է ունենա անգամ 3/5 մեծամասնություն, որպեսզի գլխավոր դատախազ, հանրապետության նախագահ, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներ, տնտեսական մրցակցության հանձնաժողովի անդամներ եւ այլն, որևէ պաշտոնյա չկարողանան նշանակել, այսինքն գեներացնել խորհրդարանական ճգնաժամ։ Եվ եթե մենք դրան նայում ենք զուտ որպես ընտրական մրցակցություն քաղաքական, դա շատ մեծ, այսպես ասենք, մոլորություն է, որը արդեն կարծես թե մոլության վիճակի է հասնում, այսինքն մենք կարծես բանի նման 5 տարին մեկ ոնց որ այդ թմրամոլի նման անընդհատ նույն այդ ասեղի վրա ենք նստած, վերարտադրել այդ արհեստական օրակարգ, այդ ընդդիմությունը, հաշվեն այն ժամանակ իշխանություն էին վերարտադրվում էին, հիմա ընդդիմություն են վերարտադրվում են, այսինքն խնդիրը ամբողջ է հեղափոխական օրակարգից բացարկման մեջ է։ Որքան էլ որ վիրավորական է մարդկային բանականության համար եւ օքսիմորոնը լրիվ ներկայացնում իրենից, ասենք, եւ Ռոբերտ Քոչարյանը, ասենք, ընտրության արդարությունից է, եւ խոսում է հեղափոխությունից։ Հա, հեղափոխություն։ Եւ այստեղ է, որ եւ մենք չենք խոսացել ինչ է խոսել, ինչ է եղել 98 թվականին, չենք բացահայտել ինչ է եղել 99 թվականին, 2003-ին, 2008-ին, մարտի 1-ով, հիմա էլ եւս մի ժամկետանց բան են դրել, հոդված են դրել իր վրա 2004 թվականի ինչ որ հողային հարցում ինչ որ ապօրինի հողոտարման, այսինքն իր սիրած բառապաշարով участковի մակարդակի այն էլ ժամկետանց գործ։ Ես ձեզ ամենայն պատասխանությամբ հայտարարում եմ, այդ մարդուն հնարավոր չէ դատել նաև այդ հոդվածով, որտեղ 20 տարի, 22 տարի անցել է, այսինքն եթե մենք չենք ուզում քրեական օրենսգիրքը բան անել, այսպես ոտնատակ տալ, այն էլ իմաստը որն է ոտնատակ տալ եւ կա բազմաթիվ հիմքեր, բացի իրավական առումով, որ ոտնատակ տալ չի կարելի օրենսդրությունը եւ պետք է հետեւել օրենքին, իրական խնդիրները եւ իրական մեղադրանքները թողած պեղում ենք ինչ որ մի 2004 թվական։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ մեր դատաիրավական համակարգի բանը որն է, այդ գործունեության մոդուսը որն է, չեմ ասում միութենական պետության միանալու կոչերը մեկին բռնում են, տանում են, կալանավորում են, մյուսին օրինակ Վարդան Ղուկասյանին Գյումրիի քաղաքապետ արդարացնում են, կարճում են ավելի ճիշտ գործը, նշելով, որ միութենական պետության անդամակցության վերաբերյալ իր դիրքորոշումը դա կարծիք է, որի իրավունքը սահմանադրության 42-րդ հոդվածով ինքը ունի։ Դե ես ուզում հասկանամ այդ դեպքում ինչպես է իմի բերվելու բանը հակասահմանադրական գործունեության кейսը, եթե այսպես, ապա իհարկե սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն էլ հնարավորություն կա, բայց հիմքերն էլ չեն լինելու։ Ես էլ կարծիք ունեմ, որ դուք ապուշ եք։ Դե դա կարծիքը եւ իմիջայլոց նաեւ դա է պատճառը, որ օրինակ Գյումրիում տեղի են ունենում ինչ որ տարօրինակ, ես կարծում եմ դրսից սադրված գործողություններ կապված այդ մեմորիալի այդ պղծման հետ, որը չգիտես ինչի տեղի է ունենում Գյումրիում, հետո չգիտես ինչու կամ գիտենք ինչու հայտնի երկրից մեղադրանքի սլակը ուղղվում է իշխանություններին, բայց դա ինչից է գալիս, դա գալիս է նրանից, որ Գյումրիում այսօր իշխանությունը ռուսապատկան ուժերին է պատկանում։ Այսինքն մենք տեսնում ենք մեր իրական կյանքում այդ մեր տեսական թեզերի ուղիղ չկիրառումը, տեսական թեզերի ճշմարտացիության հենց բանը, պրակտիկ դրսևորումները։ Շնորհակալ եմ, պարոն Խալացյան, ես եմ շնորհակալ։ Ձեր այս հանգամանալից դիտարկումները, պարզաբանումները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար շնորհակալ եմ ես էլ։ Հետևենք դեպքերի ընթացքին, վաղը տեսնենք սահմանադրական դատարանը ինչ վճիռ կկայացնի, ավելի շուտ այդ լսումները ինչ կքարի եւ այնուհետեւ էլ վճիռ կկայացնի իշահ մեր Հայաստանի Հանրապետության։ Շնորհակալ եմ, միշտ նոր հանդիպում։
Ահա մենք զրուցեցինք մեր գործընկեր, իրավագետ, իրավաբան եւ սահմանադրական իրավունքի մասնագետ Արտաշես Խալացյանին, լսեցինք իր դիտարկումները կապված վաղը կայանալիք սահմանադրական դատարանում լսումների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։